Ողջույն։ Մի անգամ հաշվել էի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու 15 հատ թվական է նշել 1991 թվականից սկսած, մինչև 2016 թվականն է ներառյալ, ու այդ ամենը արել է արդարացնելու Արցախի հանձնման թղթի տակ իր ստորագրությունը։ Մի քանի տարի է, որ նրան ասում են հրապարակիր, թե ինչ բանակցային առաջարկ է քեզ արել Մինսկի խումբը 2019 թվականին։ Իսկ երբ շարունակ պնդում էր, թե իրենից առաջ բոլոր նախագահները բանակցել են Արցախը հանձնելու շուրջ, այդ ժամանակ առաջարկեցին, պահանջեցին հրապարակել բանակցային բոլոր թղթերը։ 8 տարվա վարչապետության ընթացքում միակ խոստումը, որ նա կիսատ պռատ, բայց գոնե կատարել է ինչ-որ չափով, դա այդ թղթերի մի մասի հրապարակումն է, կրկնում եմ, կիսատ պռատ, թերի, ավելորդ ուղեկցող տեքստերով։ Հրապարակել են ու անունը դրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր։ Օրինակ անհասկանալի է, թե ինչու է հրապարակել երրորդ նախագահի ելույթը Ազգային ժողովի ամբիոնից, կամ նրա նամակը Վլադիմիր Պուտինին որպես բանակցային փաստաթուղթ։ Դե ինչն է բանակցային փաստաթուղթ։ Այդ փաստաթղթերում չկար նորություն, բայց կար երկու բան, որոնք արժանի են մեծ ուշադրության։ Մեկն այն է, որ չի հրապարակել ամենակարևոր բանակցային թղթերից մեկը՝ Քիվեստի փաստաթուղթը, բայց դրա փոխարեն սեղանի ոտքի տակից հանել հրապարակել է իր ընտանեկան թերթում գրած հոդվածը։ Այսինքն, բանակցային փաստաթղթի փոխարեն ընդդիմադիր լրագրող աշխատացի ընկալումներն են Նիկոլ Փաշինյանը հրապարակել այդ փաստաթղթի վերաբերյալ։ Ասում է, այդ փաստաթուղթը կառավարության արխիվում չկա։ Չեմ հավատում։ Չի կարող կառավարության բանակցային արխիվում չլինել փաստաթուղթը, բայց լինել հայկական ժամանակի հոդվածը, այն էլ երբեք պաշտոնական փաստաթուղթ չդարձած տարածքների փոխանակման մասին։ Անհնար է։ Մի տարի ասում են հրապարակիր փաստաթուղթը, չկար արխիվում, ուզեիր Մինսկի խմբի համանախագահ երկրներից։ Քիվեստով հիշեցնեմ, Արցախը դառնում էր Հայաստանի մաս։ Կամ եթե փաստաթղթի տակ քո որպես ընդդիմադիր լրագրող գրած ընկալումներ դեր հրապարակում, դե այդ տարածքների փոխանակման առաջարկի ուշադրություն, որը երբեք այդպես էլ որպես պաշտոնական փաստաթուղթ չի դարձել, այդ դրա վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գրքում գրածն էլ դնեիր մեջ է։ Դու լրագրող էիր, նա անձամբ մասնակցում էր։ Ում ընկալումներն են ավելի արժանահավատ։ Երկիրը, կառավարությունը, պաշտոնական հարթակը բերել սարքել եք ձեր անձնական դուքանը։ Նիկոլ Փաշինյանը կրկնում եմ, ոչ թե հղում է անում փաստաթղթերին, այլ ենթադրյալ փաստաթղթի վերաբերյալ իր անձնական ընկալումներին, թե ինքը ոնց է այն հասկացել։ Շատ հնարավոր է, որ բանակցություններն էլ է հենց այդպես վարել։ Հայկական ժամանակում վերլուծածի տրամաբանությամբ։ Ու զավեշտ է, որ մի հատ հրապարակել են բանակցային փաստաթղթի փոխարեն Նիկոլի վերլուծությունները իր սեփական թերթում։ Մի հատ էլ կառավարության կայքում հրապարակել են էլի Նիկոլի վերլուծությունները Նիկոլի հոդվածի վերաբերյալ։ Այս բանակցային թղթերին որպես ուղեկցող տեքստ հրապարակել են Նիկոլի վերլուծությունները, որոնք վերջին տարիներին արել է խորհրդարանի ամբիոնից։ Էլի սխալ, այնպես ինչպես հասկացել է կամ իրեն ձեռք է տվել։ Այսինքն, ինքը փորձում է հնարավորություն չտալ ընթերցողին սեփական դատողություններն անել։ Ավելի խնդալու բան ասեմ, իրեն թվում է, թե այդ հրապարակումը պետք է Ախուրյանցի անուն կարդա կամ կեղծ դպիրը։ Չի մտածում, որ ցանկացած փորձագետ աշխատում է իրական փաստաթղթի հետ եւ ոչ մի դեպքում գործող իշխանավորի ընկալումների։ Մյուս բանը, որ մեծ ուշադրության է արժանի 2019 թվականի բանակցային առաջարկն է։ Այդ փաստաթղթի համաձայն Ադրբեջանին էին հանձնվելու ազատագրված 7 շրջաններից 5-ը։ Տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր, այդ թվում այդ շրջաններում լինելու էր անվտանգության միջազգային երաշխիք։ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքեր լինելու։ Արցախում իշխանությունը շարունակելու էր գործել այնպես, ինչպես գործում էր։ Արցախի բնակչությունը հանրաքվեի միջոցով որոշելու էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այս փաստաթուղթն է եղել։ 2019 թվականին որպես պաշտոնական առաջարկ եղել է այդ փաստաթուղթը։ Ինչ է արել Փաշինյանը։ Այդ դա թող բացատրի, ոնց եղավ, որ 1 տարի հետո պատերազմ սկսեց Ալիևը։
Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել բանակցային եւ ոչ մի փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Պատասխանը, ինչպես նաեւ իր ժամանակ առաջարկված լուծման վերաբերյալ դիրքորոշումը։ Ինչու՞։ Գիտենք, որ այս փաստաթուղթը չի բանակցվել, բանակցությունները դադարել են, արդյունքում տեղի ունեցել պատերազմ։ Նա գերադասել է ոչ թե բանակցել այս տարբերակի շուրջ, այլ գնալ ու հայտարարել, թե Արցախը Հայաստան է եւ վերջ։ Իսկ ով կամ ինչն է նրան դրդել չբանակցել։ Ինչու է որոշել, որ պատերազմը ավելի լավ է, քան սա։ Այս փաստաթղթով պատերազմ չկար, լինելու էր խաղաղության երաշխիք։ Այս հրապարակված փաստաթղթերից կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե բոլոր նախագահները բանակցել են Արցախը հանձնելու շուրջ, սուտ է։ Ավելին, անգամ Նիկոլ Փաշինյանի ժամանակ է առաջարկվել տարբերակ, որով Արցախը չէր հանձնվում, ու նա ուղղակի արհամարել է այդ տարբերակը, չի բանակցել ուղղակի։ Բոլոր այն տարբերակները, որով Արցախը մնում էր հայկական, դրել է մի կողմ, ասել է սկսում եմ իմ զրոյական կետից ու բերել հասցրել է Պրահային, որտեղ ճանաչել է Արցախը Ադրբեջան։ Դե հիմա ինձ ասեք, նա ում օգտին է աշխատել։ Ասում է 2019 թվականի տարբերակում առաջին տողում գրված էր երկու երկրների նախագահները։ Հետո ինչ։ Դրա համար բանակցային թուղթ են վիժեցնում։ Ինչ կապ ունի, փոխել տայր գրեիր Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը։ Հետո ինչ որ այն 2016-ին էր առաջարկվել, ասենք 19-ին էլ թարմացվել։ Կարևորը թե կետերում ինչ էր գրված։ Դու խաղաղ լուծումը գցել ես մի կողմ, ընտրել ես պատերազմով հանձնելու տարբերակը։ Մի հատ էլ հիմա արտաքին գործերի չինովնիկների վրա գցի սախ։ Մի հանգամանք էլ։ Կառավարության այդ հրապարակած փաստաթղթերը ուղեկցող Նիկոլի վերլուծական հոդվածում գրված է, թե նույնիսկ ինքնորոշում հասկացությունը, մեջբերում եմ անում, մեզանում միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Մեջբերման ավարտը։ Պատկերացնում եք, ցանկացած փորձագետի ականջներից ինչ ծուխ է դուրս գալիս այս ամենը լսելուց։ Լավ, եթե ինքնորոշում եւս չէր ստացվելու։ Այդ դեպքում ինչ էր ինքը գրել 2018 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման մասով։ Գրել էր միջազգային ճանաչման ենք հասնելու։ Լավ, 2018 թվականը անցնենք, ասենք հենց նոր էր ոչինչ չգիտեր։ 2021 թվականի պատերազմից հետո, երբ արտահերթ ընտրություններ կազմակերպեց, ինչ ծրագրով էր մասնակցում, մեջբերում եմ։ Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Սա դուք եք խոստացել 2021 թվականին ու ասում եք միֆականացված է եղել ինքնորոշումը։ Բասեր միֆականացված բանա ժողովուրդ։ Չբերեիր նախընտրական ծրագրի մեջ մտցնեիր, քվեջ տանեիր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ աշխատանք ես խոստացել, բայց 3 չառաջին օրը դու ու Ալիևը ձեռք-ձեռքի տված լուծարեցիք Մինսկի խումբը։ Սաղ կյանք ԵԱՀԿ Մինսկի խմբից բողոքել են Ալիևները, մշտապես ուզեցել են լուծարել, չէին կարողանում, որովհետև Հայաստանի համաձայնությունը չկար։ Հիմա եղավ։ Դե հիմա ինձ ասեք, նա ում օգտին է աշխատում։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի հրապարակած բանակցային բոլոր թղթերը թերի լինելով հանդերձ հազարավոր անգամ ավելի լավն էին նրանից, ինչ ունենք այսօր։ Այդ բոլոր փաստաթղթերով լինելու էր հայկական Արցախ։ Այս թղթերը արժեքավոր են միայն պատմության համար, քանի որ իրականում նրանցից ոչ մեկով չլուծվեց հարցը, այլ լուծվեց մի արկածախնդրի հանցավոր գործունեության արդյունքում։ Իսկ թե ինչ մոտիվացիա ուներ, ցույց կտա իշխանափոխությունը։ Կարճ ասած, ունեմ մեծ մտավախություն, որ Հայաստանին նոր տարածքների կորուստներ է սպառնում։ Հայաստանին սպառնում է 300,000 ադրբեջանցու բնակեցում, սպառնում է դարձնել արևմտյան Ադրբեջան ու այդ ամենը կազմակերպելով Նիկոլ Փաշինյանը կարող է վաղնել ասել ոչ մի բանակցային թղթով անհնար էր զսպել այն,
ինչպես որ նա հանձնել է եւ մեղք գցում է բանակցային թղթերի վրա, որտեղ հակառակ բաներն են գրված։ Հիմա էլ կասի, Հայաստանը արևմտյան Ադրբեջանն էր այն գլխից ու էլի ինքներս մեզ պետք է հարցնենք, հիմա սա ում օգտին էր աշխատում։